Սուրբ գրքից ընթերցել մի քանի տեղեր ժողովուրդ ջան։ Հովանու ավետարան 8-րդ գլուխ 51 համարից։ Հովանու ավետարան 8-րդ գլուխ 51 համարից այսպես ասում Տիրոջ խոսքը։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե մեկը իմ խոսքը պահե, նա մատ չի տեսնի հավիտյան։ Տեր Հիսուսն ասում է, եթե մեկը իմ խոսքը պահի, ճշմարիտ ասում եմ ձեզ, նա մատ չի տեսնի հավիտյան։ Հրեաներն էլ ասացին նրան, հիմա իմացան, որ դեղ ունես, Աբրահամը մեռավ և մարգարեներն էլ դու ասում ես, թե եթե մեկը իմ խոսքը պահե, նա մատ չի տեսնի հավիտյան։ Միթե դու ավելի մեծ ես, քան մեր հայր Աբրահամը, որ մեռավ և մարգարեներն մեռան, դու ով ես, որ ասում ես ու շարունակում է։ Հիսուսը պատասխանեց, եթե ես իմ անձից փառավորեմ, իմ փառքը ոչինչ է, Հայրն է ինձ փառավորողը, որի համար դուք ասում եք, թե ձեր Աստվածն է, դուք չեք ճանաչում նրան, բայց ես գիտեմ նրան, և եթե ասում եմ, թե ես չգիտեմ նրան, ձեզ նման ստախոս կլնեմ, բայց ես գիտեմ նրան և նրա խոսքը պահում եմ։ Ժողովուրդ ջան, Տեր Հիսուսը շեշտում է երկու անգամ, ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե մեկը իմ խոսքը պահի, նա մատ չի տեսնել։ Ինչ է նշանակում խոսքը պահել և մատ չտեսնել։ Այսօր բոլորն էլ ասում են, որ մենք խոսքը պահում ենք, բոլորն էլ խոսում են, որ Տերն ընկած տեղը մենք հավատում ենք Հիսուսին, փառք Հիսուսին, Աստված մեր Աստվածն է, մեր Տերն է, մեր Փրկիչն է, և այսօր հազարավոր քրիստոնեական ուղղություններ կա։ Այսօր բոլորն էլ ասում են, թե խոսքը պահում ենք, բայց Տեր Հիսուսը շեշտում է, խոսքը պահողը պետք է ճանաչի նրան։ Հովհաննեսի մեջ ասում է, իմ խոսքը կգա ու այդ խոսքի հայտնությունը ինչ կբերի, բժշկը կբժշկի։ Պետք է խոսքի հայտնությունը գա, ինչ նշանակում Տերն ասում է, իմ խոսքը պահողը չի մեռնելու հավիտյան։ Ինչ խոսքի մասին է, ինչի մասին է խոսում, ժողովուրդ ջան։ Եվ որ մենք կարդում ենք երկրորդ Օրինաց 10-րդ գլուխը 12 համարից այսպես ասում, երկրորդ Օրինաց 10-րդ գլուխ 12 համարից։ Եվ հիմա ով Իսրայել, ինչ է պահանջում քեզանից քո Եհովա Աստվածը։ Հստակ շեշտում է։ Ասում է ով Իսրայել, այսինքն հավատքի ժողովուրդ։ Ինչ է քեզանից պահանջեմ, տեսեք ինչ ասում, ինչ է քեզանից պահանջեմ քո Աստվածը։ Չի ասում քո Աստվածը ինչ է խնդրում քեզանից։ Չի ասում քո Աստվածը ինչ ասում, լատես կորոշես կանես թե չէ։ Ասում է ինչ է քեզանից ինչ անեմ, պահանջեմ։ Եվ որ ես միտեղ գնում եմ ինչ-որ մի գործարքի, օրինակ երբ որ մի հատ դեսպանատուն ենք մենք մտնել, որպեսզի ասենք հրավեր ստանանք մի հատ երկիր գնալու համար, ինձ չեն ասում, որ դու ոնց ես ուզում, ինչ ես ուզում, ինչ տուղ կբերես, կարաս բերես թե չես բերի։ Մի հատ ցուցակեն իմ առաջ տնեմ, ասում են պարոն Խաչատրյան, այսօրը մենք քեզ այսօրն ենք նշանակում, եւ որ գաս մեր մոտ, այս փաստաթղթերը կբերես, որ առանց այդ փաստաթղթերի մենք քեզ քո գործերը չենք նայի։ Եվ այդ փաստաթղթերը երբ որ տանան վերջացնում ենք, իրանք կորոշեն թույլ տան, թե թույլ չտան։ Շատ անգամ փաստաթղթերը տանում ես, եւ ինքը թույլ չի տալի քեզ։ Չի ուզում չի թույլ տալիս։ Այսինքն նույնիսկ երբ որ դու իրար ներկայացած փաստաթղթերը տանում ես, ինքը կարող քեզ թույլ տա, կարող քեզ թույլ չտա։ Դու իրավունք չունես ասելու, խի ասենց կամ ունենց։ Այսինքն ինքը քեզանից պահանջում է։ Համիստեղ ժողովուրդ ջան, Աստված ինչ է ինձանից պահանջել։ Անդրանիկ եղբայրը հիշեցրեց, օրենք, շնորհք, ասեմ ձեզ ժողովուրդ ջան, շնորհքն էլ, օրենքն էլ, բոլորն էլ օրենք են։ Մենք լավ չենք հասկանում, որովհետև մենք որը մի ապրում ենք, էլի օրենքի տակ ենք, կյանքի օրենքն է։ Հոգևոր մարդ ասենք, մահվան ու կյանքի օրենք գոյություն ունի, ժողովուրդ ջան։ Այսօր ֆիզիկոսները, քիմիկոսները, մաթեմատիկոսները, չգիտեմ աշխարհագրագետները շատ լավ գիտեն։ Գրավիտացիայի օրենք կա, այս օրենք կա, ձգողականության օրենք կա, սրա օրենք կա, նրա օրենք կա։ Գիտեք, եթե ձգողականության օրենքը չէ, սա ոտերենք կտրճեք գնանք։ Այդ ձգողականության օրենքը մեզ ձգում է, որ երկրի վրա կայնած մնանք։ Եվ Աստծո խոսքն էլ օրենք ունի, եւ դա կյանքի օրենքն է։ Մահվան եւ կյանքի օրենքն է։ Տեր Հիսուսը ասում է, երկու ճանապարհ եմ քո առջև դրել։ Այսօր կյանքի ու մահվան, կընտրես կյանքը, օրհնյալ կլես։ Կրնես իմ խոսքը, կպահես, իմ այս օրհնությունները կյանքիդ մեջ կգա։ Չես ընտրի, անիծյալ կլես, գնաց որ կործանվես։
Այս օրենքը չի փոխվելու, չի է փոխվելու հավիտյան, ժողովուրդ ջան։ Որտեղ Աստված դրել է այս օրենքը։ Մարդ ինքը պետք է ընտրություն անի։ Եվ ասում է՝ մի հայտնի է ինչ է քեզանից պահանջը, որ դու ընտրություն անես։ Մենք չենք ասում, որ այս օրենքը հարտիդ մեջ ես միցանի, հավը կանչեց սենց արա, չգիտեմ ինչ, հին ու մին բան է, սրա մասին չի խոսում, մենք այդ օրենքի մասին չենք խոսում։ Մենք խոսում ենք կյանքի օրենքի մասին, որովհետև Քրիստոսը ինքը կյանք է։ Ասում է՝ ես եմ կյանքը, եւ ինձ հավատացողը թեև մեռնի պիտի ապրի։ Հիշում եք Հովանու ավետարանի 14-րդ գլխի մեջ Տեր Հիսուսը հայտարարեց, ասեց՝ ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ ինչ է, կյանքը։ Այդ կյանքի օրենքը պիտի քու կյանքի մեջ գա, ես դեռ ասում եմ, իմ խոսքը պահովը թեև մեռնի պիտի ապրի։ Այսինքն թեև մեռնի պիտի ապրի։ Մենք այս շաբաթ մեր տատերից մեկ 89 տարեկան մնջել էր։ Իր հողարկավորությունն էր, ճանապարհում էին քույրիկին եւ վկայություն տվեցին, մեծ տատերն է։ Ասենք, այս մահանալուց առաջ մի քանի օր ասում է, գալիս է տեսնում է այդ թշնամին սենց աշկերին բաներ արում, աղջիկը հոգևոր մեր քույրիկն էր։ Ասում է, մեր ասում է, ինչեր ունես խոստովանվել, որ չես խոստովանվել։ Վերջ, այս կինը սկսում է զղջալ, խոստովանվել։ Եվ որ աղոթում են, աղոթքից հետո մենք ասում ենք, վայ, այս եկավ հրես, սպիտակ հրեշտակներն եկան։ Եվ Տերն եկավ։ Տեսնում ասենց Դեզուբյանը, կապը է մահանան, եւ որ դուրս եկան կանդրանի կախբերն ասում, այ ախպեր, լա ծիծաղալով ոնց է քնել։ Ում է տեսել, որ չծիծաղա, ժողովուրդ ջան։ Տիրոջն է տեսել։ Սա իրականություն է։ Քու հետևից ով է գալու, իմ հետևից ով է գալու, որոշողը դու ես ու ես։ Եվ մի տեսեք ինչ ասեմ, հիմա ով Իսրայել, ինչ է պահանջում քեզանից, հարց է տալի Տերը։ Որ քո Եհովա Աստված, բայց միայն քո Եհովա Աստվածանից վախենաս։ Առաջի բանը, ասում է քո Եհովա Աստվածանից ինչ անես, վախենաս։ Ինչ է սա նշանակում, ժողովուրդ ջան։ Մենք ոչ թե պետք է Աստծուց վախենանք, որ մենք դժոխք պետք է գնանք։ Կամ այսօր եղբայրը հիշեցրեց, ոչ թե պետք է վախենանք, վայ հավաքույթի գնանք, որ արտագաղբերը չասես, խիչ ես եկեն, մեկ ես չանի։ Եթե դրա համար ես գալի, դու գործ չունես Աստծու հետ, դու մեղք ես։ Ես չպետք է վախենամ, որ դժոխք պետք է գնամ կամ են, ես դժոխքի հետ գործ չունեմ։ Որովհետև Տերը ինձ դժոխքից փրկել է։ Չի բերել 40 տարի մոտավոր պահի, վերջը մել ասի դժոխք գնա։ Չէ՞ դες բան չի արել, նա ինձ բերել է։ Պահի պատրաստի սրբի, որ ինչ անի, տուն տանի։ Եթե ես մինչև վերջ հոժարեմ մնամ նրա մեջ, նրա խոսքի մեջ, նրա ճշմարտության մեջ։ Եվ մի տեսեք ասում է, որ ինչ անես, վախենաս, բան չից ես պետք է վախենամ։ Ես վախում եմ ժողովուրդ ջան, որ այնպիսի մի հատ արարք չանեմ, որի մեջ սխալի պատճառով իմ Տերը տրտմի։ Որովհետև քուրեր եղբայրներ, Սատանան էլի կայնում է Տիրոջ առջև, գիտեք թե չէ։ Նա կայնում է։ Հիշում եք, Հոբի ժամանակ կայնեց, եւ Տերն ասում է, որտեղից ես գալիս։ Ասում աշխարհը մանգալուց, ասում իմ ծառա, իմ արդար, Հոբին տեսար։ Ասում տեսա։ Ցանկ ես արել, ես արել, ես արել։ Բայց երբ որ թույլ տվեց այդ բոլոր փորձանքները Հոբի կյանքի մեջ տեղի ունեցավ, եւ վերջում նորից Տերն ասավ, տեսար։ Դերուզ այսքան բանը ես թույլ տվեցի, բայց ինքը մինչև վերջ ինչ մնաց, հավատարիմ մնաց։ Այսօր այն ես դրանից եմ վախում, ժողովուրդ ջան։ Ոչ թե որ մեր գործեմ, որ ասեմ սենց է, այլ հենց բան չանեմ, որ իմ հերը, իմ արարիչ Աստված իր գլուխը իմ սխալի պատճառով կախանի, գիտեք։ Ես իմ զավակներին ասել եմ, ես իմ գլուխը չեմ գովում, ես մեղավոր կեղտոտ մարդ եմ, բայց ասել եմ, ես աշխատում եմ իմ ողջ կյանքը հենց ապրեմ, որ իմ պատճառով իմ սերունդ իր գլուխը կախ չանի, որ չասեն սրա թորներն սենց, այլ ինչքան կարենամ Աստծու հետ հենց ապրեմ, որ իմ պատճառով դուք ձեր գլուխը չկախեք։ Այդ դրա համար ես ձգտում եմ հենց անեմ, որ իմ արարքի պատճառով իմ Աստված գլուխը կախ չանի, որ Սատանան չասի, «Էն չի արտակը, լա մտի կարա, էն չի քու ծառայողը, էն չի քու զավակ, էն չի քու գովածը, էն չի քու օրվը, լա մտի կարա նրան պես ինչ անեմ»։ Այ ես դրանից եմ վախում։ Դրա համար աշխատում եմ հենց անեմ, որ անարգողը իմ հորը իմ պատճառով անարգանք չբերի, որ իմ հերը գլուխը բարձր ասի, Սատանա տեսար,
Թեկուզ այս բաներն ունի, այս սխալներ ունի, այս բաներ, բայց տեսնում ես ձգտումա, որի ոնց դուրս կա, ձգտումա, որի մարչև ուղիղ քայլ, այս փորձյան մեջ ձգտումա տենում ես ինչ փառավորի, տենում ես որ ամեն բանի մեջ գահանում է ինձանից։ Այ ես դրանից եմ վախում, ժողովուրդ ջան։ Եվ ասում հանդիպած մարդը պետք է սա անի։ Պետք է սա անի, որ նես բան չանի, որ իր հորը ցավացնի, իր հորը վշտացնի։ Բերորը ասո իստեղ է մի բան ալեմ, մեկ է թորն ես վրա զանգում են, պապի, սենց, պապի պապան նեղացրել է, ապաստանի քաղաք է պապ տատ է։ Հերով ինձանի չի վախում, ասո ինձանի վախում է կամ ենող, ինձ կբռնեն պոլովը կտան, իրանք ինձանի երիտասարդ են, ինձանի ուժեղ են, բայց իրանք ինձ հարգում են։ Եվ երբ որ ինչ-որ ասում գլուխները կախում են, ես հասկանում եմ, որ իրանք ինձ հարգում ու սիրում են։ Այդպես էլ մեր հերն ուզում, որ իրան հարգենք ու սիրենք ժողովուրդ ջան։ Ոչ թե վախենանք, այլ վախենանք, որ հնեց բան չանենք, որ մեր Աստծուն ցավացնենք, մեր Աստծուն վիրավորենք, մեր Աստծուն վշտացնենք։ Եթե այդ ձև եղար, մինչև կյանքիդ վերջն էլ դու այդ Աստծուն կսիրես ու կհարես։ Իսկ եթե վախեցար, որ հանկարծ այս բանը չանեմ դժոխք գնամ, գուցե կփոխվի, կտենաս այն մեկն արել, հա, խին արավ ես էլ անեմ, այն մեկը սենց արավ ես էլ անեմ, ոնց որ մի շատ շատերը նայում են մարդկանց։ Հենց այդ մարդիկ տեղ չեն ասնելու։ Երկրորդը տեսեք ինչ ասում։ Ասում է նրա ճանապարհներում կնաս։ Նրա ճանապարհներում կնաս։ Եբրայեցիս թուղթը, երբ որ մենք կարդում ենք 11-րդ գլուխը ժողովուրդ ջան, այնտեղ հավատքի հերոսների մասին է խոսում։ Գիտեք, եւ այնտեղ sense խոսք կա գրել։ Ասում է եւ Նոյը Աստծո հետ վարվեցավ։ Եվ Աբրահամ վարվեցավ, այսինքն ինչ նշանակում։ Ռուսերենում ասում է խացիր, մյուսներում ասում է քայլեցավ, այսինքն քեզ մարդիկ ինչ արեցին։ Գնացին Աստծո հետ, ապրեցին, իրար հետ գնում են։ Համի որ գնաց Նոյին ասես, գիտես ինչ Նոյ, քո մասին գրված է, որ դու հավատքի հերոս մարդ ես, դու ասի ինչ է։ Վայ ախպեր, դու ես այնա, դու ինչ դու ասես մարդը, դու ասի եղբայրներ ջան։ Ես ինձ մայում ասու հետ, մեկ էլ մի օր Տերն ասավ Նոյ, այս աշխարհը բղծվել է։ Պետք է այս աշխարհը կործանեմ։ Այս չափերով մի հատ նավ սարքի, ով որ նավի մեջ մտնի դու փրկվի։ Ես գլուխս կախ 100 տարի այդ նավը սարքեցի։ Դեռ մարդիկ եկան ասին, բայց ես չլսեցի, ես մենակ իմ հորը լսեցի։ Վերջը մեն ասավ մտի նավը մտա, ջրեղեն եկավ աշխարհը կործանեց։ Աբրահամին ասեն, Աբրահամ դու հավատքի հայր ես, քո մասին Տերն ասում։ Աբրահամ ինչ պիտի ասի, չէ պիտի ասի մարդ։ Ես ինձ հիմա 75 տարեկան էի, իմ քաղաքը, իմ հորը, իմ անցյալների գերեզմաններով ապրում էինք։ Մեկ է մի օր Տերն ասավ վեշերը թավաքի, ուստեղից գնա, որովհետև քեզ ուրիշ տեղ տանեմ, քեզանով մեծ աստիանեմ։ Ես գլուխս կախի ինչ ասավ, վեշերը հավաքեցի դուս եկա։ Այսինքն ինչ արին այս մարդիկ։ Աստծո խոսքը պահեցին, գնացին Աստծո հետ։ Հիմի ժողովուրդ ջան, ինչ է ուզում Աստված մեզանից, որ մենք իր ճանապարհներով քայլենք։ Այսինքն ինչ որ ինքը ասում է ինձ, ես դա անեմ։ Սա է իր ճանապարհներով քայլել։ Սա չի նշանակում, որ դու մի հատ ճամփա գցենք սենց, հատուկ էս անենք։ Աշակերտները լավ չէին հասկացել։ Եկան ասին Տեր Հիսուս, տեսան Տիրոջ այլակերպած դերան վրա, Մովսեսին տեսան, Եղիային տեսան։ Ինչ ասին։ Տեր ջան, բեր մի եկած դղյակ սարքենք, սաղից կտրված ենք մարդկանցից, մեր հեռու, աշխարհի մի ծերում ապրենք։ Ինչ ասավ Հիսուսը։ Ասավ ես ձեզ ուղարկում եմ ինչպես գառներ, ինչի մեջ գայլերի մեջ ժողովուրդ ջան։ Աբու ախպերը նորը մի խոսք ասավ, ասում հենց անեն, որ համ գայլերը կուշ տլեն, համ ոչխարները կողմ մնան։ Ժողովուրդ ջան, մենք այդպես բան չի կարալի։ Գայլը պիտի ուտի ոչխարին։ Գայլը պետք է ոչխարին ուտի։ Տերն ասում է, ձեզ ինչպես գառներ ուղարկում եմ գայլերի մեջ, այսինքն մեր շրջապատի մեջ։ Տեր Հիսուս օրինակ բերեց, ասում է, ձեր ընտանիքն է ձեր թշնամին։ Գիտեք, սա չի նշանակում, որ մարդը տեղին տիսպանի, տեղին հորը, մերը տեղում, չէ, սա չի վերաբերում։ Այսինքն գաղափարապես, հասկացողապես տարբերություններ պետք է լինի։ Ընդհանուր գոտան անդամը պետք է քու քրիստոնեական հավատքի հանդեպ ուրիշ պատկերացում ունենա։ Ուրիշ ձևով պատկերացնի, ուրիշ ձևով մոտենա, եւ ձեր մեջ ընդհանուր վիճաբանություններ լինի, խնդիրներ լինի, որտեղ հասկացողությունները տարբեր պետք է լինի։ Իսկ Տերն ասում է, որ մենք պետք է լինենք ինչպես գառներ։ Այսինքն գառները
լսում են իր ձայնը եւ իր հետևից գնում։ Ես մանկուց Տիրոջը փառք եմ տալի, որ նենց ա եղել, որ իմ մանկությունը շատ լավ անց է, ես շատ գոհ եմ Տիրոջից, իր մեծ ողորմություններից, իմ ծնողներից, ես շատ եմ սիրում գյուղ։ Եվ մանկուց շատ եմ սիրել գառներ, ոչխարներ։ Ես քաղաքում եմ, բայց ցավոը փախնում էի գյուղ։ Ամչկան ժամանակ երել եմ, ամառվա այդ ընթացքները ես միշտ գյուղ էի գնում։ Ես փոքր երեխա էի իջնում, լադեր դպրոց չէի գնում։ Մեր տատիս քրոջ ամուսինը մի հատ Մելքոն անունով մարդ էր, շատ լավ մարդ էր, չգիտեմ մեծերի մանչերից մա շատ լավ մարդ էր։ Մի հատ փոքր սենց տրեխ էր, կարե 5 տարեկան երեխա է, կաշմի տրեխներ։ Որ տեսավ իր այդ շատ եմ գնում այս գառների հետևից։ Այս տրեխները իրան տեսան ընդհանուր ես կոշիկները անում եմ ասում եմ այս տրեխներից սավեր կալավ մի հատ տրեխ կարեց ինձ մասիրում։ Հագնում է իր այդ վազելով այս գառների հետևից գնում էի։ Իրեք այդ գառները այդ մարդին լսում էին։ Եվ որ նստում էր հենց գառներին կանչում էր գառները հերթով գալիս են։ Ինչի որտեղ իրանց հովին ճանաչում էին։ Ժողովուրդ ջան, մենք էլ մեր Տիրոջ գառներն ենք։ Եվ ասում են գառներին ձայնը կլսեն ու իմ հետևից կգան։ Եթե այսօր դու Հիսուսի ձայնը չես լսում, դու նրան չես ճանաչում։ Իսկ եթե չես ճանաչում, դու նրա հետևից չես կարող գնալ։ Բայց եթե ճանաչում ես, դու նրա հետևից կգնաս։ Մեզ դպրոցում սովորացրել են։ Ասում եմ մի հատ ուլիկ կար, ձագեր ուներ։ Գալիս էր գնում էր կաթ էր տալիս տնական այդ ձագերին պահում էր, մի օր ասում գայլը եկավ, և սեց կանչել, ուլիկ, սիրում բալիկ, հիշում եք, բայց այս ուլիկները դուրը բաց չարեցին, բասմած ես մա կաթ են բերել, ասին չէ դու մեր մերը չես, ուլիկներ իրանց մորը ճանաչում են, ժողովուրդ ջան, գառներ իրանց հորը ճանաչում են, այսօր եթե ես Աստծո ձայնը չեմ լսում, ես իրա խոսքը չեմ պահում, ես նրան չեմ ճանաչում, ինչքան ուզի երգեմ, քարոզեմ, ծառայեմ, առաքյալիլեմ, ով ուզում լինեմ, ասում եմ իմ ձայնը կլսեն, իսկ նրա խոսքն է, ինչքանով եմ ես այս խոսքին ենթարկվում, եւ որ ես այս խոսքին ենթարկվում եմ, նրա ճանապարհներով եմ քայլում։ Մյուսը տեսեք ինչ ասում։ Ասում է, եւ նրանք ճանապարհով գնաս ու նրան սիրես։ Գիտեք ժողովուրդ ջան, սերը դալեզվի խոսք չի։ Սերը դալեզվի խոսք չի։ Մենք մեծերս շատ լավ գիտենք։ Այս ջահելներն են, որ ասենք, երիտասարդները չեն հասկանում։ Մեկը տենում է, վայ, քեզ սիրում եմ, ուշքները գնում է, վայ, ինձ սիրեց։ Սերը դա հո լեզվի խոսք չի, թալանչություն չի, որ քեզ սիրում եմ կամ ես եմ անում։ Սերը դա գործնական գործ է, որ մարդ իր ապրած կյանքով պետք է ցույց տա։ Որտեղ մեր Տերը անձամբ Հիսուս Քրիստոսը ոչ միտեղ չի գնում, որ գիտես արտակ ես քեզ սիրում եմ։ Անդո ես քեզ սիրում եմ, քույրիկս, ես բան չի ասում։ Բայց իր ողջ կյանքը մենք տեսնում ենք, որ այդ ամեն ինչ է սերը, ինչով իր արածով։ Ինքը ինձ ու քեզ սիրելով, որպեսզի ինձ ու քեզ մահվան հավիտենական դժոխքից ազատի, լուռ ու մունջ խաչը բարձրացավ։ Ինչի համար, որտեղ մեղքի վարձքը մահը, Սուրբ Գիրքն ասում, եւ մենք բոլորս դատապարտված ենք հավիտենական մահվան մեղքի իստրուկության իշխանության ներքո ենք։ Եվ Հիսուս Քրիստոսը իր գալով այդ մեղքի մահվան կապանքները քանդեց, այդ դժոխքի ճիրաններից մեզ ազատեց եւ մեզ երկնային արքայության որդիներ դարձրեց։ Այս սերը դա էր, որ ինքը չնայեց մեր մեղավոր վիճակին, չնայեց մերով լինելուն, մեր գող ամբարոտ է չգիտեմ ով, արայք եղբայրը հիշեցրեց։ Գլանայեք որտեղից եք եկել, ժողովուրդ ջան, մոռանում է մարդը, իր անառագությունները, իր պղծությունները, իր մարդասպանությունները, իր պիղծ կիրքերը, ցանկությունները, այլանդակությունները մոռանում է մարդը։ Իր որդեսպանությունները, ապորտները, տարբեր պղծություններ մոռանում է։ Բայց չէ որ մենք բոլորս տեղից ենք եկել։ Չէ որ մենք բոլորս մեղքի ստրկության իշխանության ներքո ենք եղել, եւ այսօր որ ստեղ ենք Քրիստոսի շնորհն է, որ ինքը մեզ փրկեց, ազատագրեց եւ իր որդեգիրը դարձրեց։ Եվ դա մենք պետք է իրան սիրենք։ Հովհաննեսը առաջի թղթի մեջ այսպես ասում, առաջի թուղթ Հովանու 3-րդ գլուխ 15-16 համար, ասում է եւ մենք հավատացինք, ճանաչեցինք, հավատացինք, որ Աստված սեր է։ Այսինքն հասկացան, որ Աստված սեր է, ժողովուրդ ջան։ Նա է հասկանում, որ ճանաչում է այդ ասում, որ նա խոսքը գիտի։ Նա է Աստծո սիրող, որ այդ խոսքի մեջ բնակվում է, հասկանում է, թե իրան Աստված ինչերից է ազատել, թե Աստված ինչ իրավիճակներից է իրան անել։ Գիտեք, ես շատ
իմ մտքի մեջ ես համոզմունքն ունեմ եւ շատ անգամ եմ կրկնել, այսօր էլ նույնիսկ թող ձանձրույթ չլինի։ Մեզանից ոչ մեկը ստեղ նստած չի ցանկանա, որ իր այն սրտի ծածուկներեն ինչ որ ինք ունի, թեկուզ 1% ստեղից բոլորի արժև ասեն։ Որտեղ մենք հո գիտենք ինչեր ունենք։ Դու չգիտես քո սրտի մեջ դու ով ես։ Դու չգիտես դու ինչեր ես արել, ես շատ լավ գիտեմ։ Ինչ որ խելքս հասել է մանուկ վիճակից, մինչև այսօր շատ լավ գիտեմ, ինչեր եմ արել, մանավանդ վատ ինչ արարքներ եմ արել ու արել եմ։ Ես շատ լավ գիտեմ։ Համոզված եմ դու էլ լավ գիտես։ Եվ այդքանից էլ ազատել է, ներել է, մաքրել է։ Եվ նա ուզում է, որպեսզի ինչ անես, իրան սիրես, իսկ ինչ արժանակ եմ իրան սիրես։ Նա քեզանից ոչ տունն է ուզում, ոչ հարստությունն է ուզում, ոչ քո կյանքն է ուզում, մի բան է ուզում, որ ասես այո Տեր, դու արդար Աստված ես, դու ճշմարիտ Աստված ես, շնորհակալ եմ, որ դու ինձ համար այդ ամենն արել ես, օգնի, որ ես կեղտոտ կյանքի մեջ չապրեմ, որ քո հետևից կամ, որ վերջում հավիտյան քո հետ եմ, այս է ուզում Աստված ինձանից ու քեզանից։ Բայց սատանան խաբում է, հայ, դառնաս հավատացյալ։ Ինչ վատ է դառնաս հավատացյալ։ Ինչ վատ է ուրախ լինես, խաղաղ լինես, հանգիստ լինես, երջանիկ լինես։ Այն որ քո սրտի մեջ տանջվում ես, տառապում ես, այն որ քո սրտի ցավերը քեզ կծում են, ուտում են, որ ոչ մեկին չես կարողանում կիսվես ասես։ Ուզում եմ որ Տերը դրանից ազատ իր հետ հաղորդիլով ապրես։ Ինչի՞ չես ուզում։ Թող Տերը ողորմա բարեկամներ, որ մենք լուրջ սրա վրա մտածենք։ Եվ մյուս ասում է եւ պաշտես քո եւ Աստծու բոլոր սրտովդ, բոլոր հոգովդ։ Պաշտես չորրորդը։ Գիտեք, Աստված չուզում, որ մենք մենակ հավատքով բավարարվենք, ժողովուրդ ջան։ Աստված ուզում է, որ իրան պաշտենք։ Որտեւ դևերն էլ են հավատում ու սարսափում, որ Աստված կա։ Մենք իրան պաշտենք, երկրպագենք, խոնարհվենք իր առաջ։ Ինչի համար է սա ուզում Աստված, ժողովուրդ ջան։ Որտեւ եթե մարդը չի պաշտում Աստծուն, ուրեմն մի բան ունի իր մեջ, նա մի պաշտամունք պետք է ունենա։ Մարդը այնպես է ստեղծված, որ նա պետք է մի բանի պաշտի։ Եվ եթե մարդը չի պաշտում Աստծուն, արդեն մարդը պետք է պաշտի իր եսին, իր դիրքին, իր փառքին, իր անունին, իր կարողությանը, իր ունեցվածքին։ Անհնար է մարդը, որ մեկին չպաշտի, որովհետև Աստված մարդին ստեղծել է, որպեսզի այս մարդը պաշտամունք անի, որպեսզի այս մարդը Աստծու հետ մեկ լինի, Աստծու հետ հաղորդ լինի։ Եվ դրա համար սատանան ամեն ինչ անում է, որ մենակ մարդը հավատա, հա, Տերն էլ ասեց, դևերն էլ են հավատել։ Եվ գիտեք, վերջի օրը շատ-շատերը պետք է գան ասել, Տեր, մենք հավատացինք քեզ, այս հրաշքներն արեցինք, օնլայն այսքան քարոզեցինք, այսքան մարդիկ մեզ լսեցին, այսքան երես դառանք, առաքյալ դառանք, այս դառանք, այն դառանք, դևերի աղոթեցինք, չորացածներ առողջացան, մեռածներ հարություն առեցին, այս արին, այն արին։ Այդ ցավոք սրտի Տերը վերջի օրը շատ-շատերին ինչ պետք է ասի։ Մեկնի գնացեք, բոլոր անօրություն գործողներ, ես ձեզ չեմ ճանաչում։ Այսինքն ժողովուրդ ջան, ոչ թե այստեղ պետք է հավատալ, այլ մեզ պետք է պաշտել նրան, երկրպագել նրան, հոգով ու ճշմարտությունով, որովհետև առաջի պատվիրանը սա է, սիրի քո Տեր Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ էությամբ, քո ամբողջ ծորությամբ։ Եվ եթե քո հոգին, շունչը ու մարմինը չի պաշտում Աստծուն, իմը չի պաշտում, մենք Աստծու հետ գործ չունենք։ Եվ վերջինը չեմ երկարացնում, ասում է եւ Եհովայի պատվիրանքները եւ կանոնները պահես, որոնք այսօր քեզ պատվիրում եմ, որ քեզ համար լավ լինի։ Ահա քո Եհովա Աստվածը ու շարունակում է։ Ասում եմ նրան էլ ինչ անես 5-րդը, նա պատվիրանքները պահես, որ քեզ համար ու քո սերունդի համար ինչ լինի, լավ լինի։ Իսկ նա պատվիրանները ժողովուրդ ջան, բարդ չէ, ընդամենը 2 պատվիրան է, ընդամենը 2 պատվիրան է, քուրեր եղբայրներ, որ այդ ամենն անելով նրա բոլոր պատվիրաններն ու խոսքերն ինչ ենք անեմ, պահում ենք։ Առաջինը սիրի քո Տեր Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ էությամբ։ Եվ երկրորդը սրա նման է, սիրի քո ընկերը, քո անձի պես։ Եվ որ այս 2 պատվիրանները մենք կատարում ենք, մենք պաշտում ենք մեր հորը, մենք նրան խոսքի մեջ եք մնում։ Առաջի պատվիրանը, դա թորյա պատվիրանը։ Բոլորս էլ ասում ենք, սիրում ենք Աստծուն, փառք Տիրոջը, հավատում ենք Աստծուն, եւ մի հատ չափման գործիք չկա, որ կարողանա իմ ու սրտի մեջ չափենք, թե ինչքանով ենք մենք Աստծուն սիրում։ Բայց երկրորդ պատվիրանը, դա գործնական պատվիրան է։ Սիրի քո ընկերը քո անձի պես։
Իսկ ինչ նշանակում սա, սիրի քո ընկերը քո անձի պես, այսինքն ինչ որ դու ցանկանում ես, որ քեզ անեն, դու դա արա քո դիմացինին։ Այս է սիրի քո ընկերը քո անձի պես։ Եթե ես ուզում եմ, որ ինձ հարգեն, եթե ես ուզում եմ, որ ինձ օգնեն, ինձ ներեն, ինձ գթան, ինձ հետ լավ վարվեն, ես պետք է իմ դիմացինի հանդեպ այդպես վարվեմ։ Բայց այսօր ցավոք սրտի շատերս չենք ցանկանա, որ ինչ-որ մենք մեր դիմացիներն ենք անում, այդ նույնը մեզ անեն։ Այդ նույնը մեզ անեն։ Ինչի, որտեղ մենք նրանց հանդեպ չար բաներ ենք կորում։ Թող Տերը օգնի ժողովուրդ ջան, որ մենք այն ինչ որ ուզում ենք մեզ անեն, երբ որ մենք անում ենք մեր դիմացիներին, մենք այդպես ինչպես ցանկանում ենք մեզ հետ վարվեն, այդ ժամանակ մենք երկրորդ պատվիրանը պահում ենք։ Մեր անձը սիրում ենք մեր ընկերոջը մեր անձի պես։ Այսինքն մենք չենք ուզում, որ մեզ ցավացնեն, մենք չենք ուզում, որ մեզ անպատվեն, մենք չենք ուզում, որ մեզ վիրավորեն, մենք չենք ուզում, որ մեզ գցեն, մենք ուզում ենք, որ մեզ հարգեն, բարձրացնեն, նույնը մենք անում ենք մեր դիմացիներին, եւ այդ ժամանակ մենք տիրունական օրհնյալ խոսք ենք կատարում։ Թող Տերը օրհնի, Տերը ողորմա քուրեր եղբայրներ, նորից եմ խնդրում, ասում եմ իմ խոսքը պահողը նա կյանք ունի, թեև մեռնի պիտի ապրի։ Իսկ այդ խոսքը սա է, որպեսզի մենք վախենանք Աստծուց, նրա ճանապարհներով քայլենք, սիրենք նրան, պաշտենք նրան եւ մեր պաշտամունքի մեջ իր պատվերների մեջ քայլենք, որպեսզի թե մեզ համար լավ լինի, թե մեր երեխեքի համար, որտեղ ասում են իր խոսքը կուղարկի եւ իր խոսքը ինչ կանի կբժշկի։ Բժշկության ելքը խոսքի մեջ է, հիշեք։ Եթե խոսքը չկա, ինչ էլ անես բժշկություն չունես։ Ով էլ լինես, թող Տերը փառավորվի, ամեն։ Այո, մենք պետք է աղոթենք, ժողովուրդ ջան, նորից եմ ասեմ, չորեքշաբթի օրը ժամը 6-ին կլիստեր ընդհանուր պաշտամունքը, նորից ուրբաթ շաբաթ կիրակի ծոմապահություններ, աղոթ կանենք ժողովուրդ ջան, ձեր աղոթները շատացրեք ազգի համար, ընտանիքի համար, Աստված չանես, արյունահեղությունը մեր 4 կուրը ֆռռոմա։ Աստված ողորմա մեզ, պահի մեր երկիրը, պահի, որ մեր երեխեքը մեր ժողովրդին ողորմա։ Եթե մեկը, ասենք, միջին տարիքի հետ երիտասարդ տղեկ երեխեք չունի, չմտածի, որ ինքը դրանով կպրծնի ժողովուրդ ջան։ Աստված չանի, որ կրակը հասավ ուստեղ սաղ վարենք կնա։ Դա համար մեր աղոթքը, ծոմը, լաց աղոթքը, որ Տերը երկիրը պահի, մեզ պահի, արթնության հոգի ուղարկի, արթնացնի եւ խաղաղություն բերի մեր ազգին։ Կանգնենք աղոթքի։ Ամեն։